Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ եկեցի անուն քո եկեցե արքայություն քո եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի ասած մեր հանապազորդ տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե Զքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս տուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներ Աստված պահապան բոլորից թող Տեր օրհնի բոլորից խաղաղության մեջ պահի մեզ որ այսօր նորից առիթ ունեցանք իրար տեսնելու, միասին Աստծո խոսքը սերտելու, այսօր պիտի շարունակենք Տիտոսին ուղված Պողոս Արաքյալի նամակը 12-ից 16 համարները պիտի սերտենք։ Մենք անցյալ անգամ տեսանք, թե ինչպես Պողոս Արաքյալը խոսեց, որ ոնց պիտի քահանան լինի, որ անբասիր անմեղադրելի կյանք պիտի ունենա, մեկ կնոջ ամուսին, հավատացյալ զավակներ ունենա, ինչպիսին չպիտի լինի եպիսկոպոսը, որպեսզի կարողանա համայնքը ամուր պահել, ավետարանը քարոզել եւ զգուշանալ այն մարդկանցից, ովքեր կեղծ ու սուտ վարդապետություններ են վերում։ Ես առաջին դասին ժամանակ ասեցի, որ կրետացիները հիմնականում հայտնի են որպես ստախոսներ, բամբասողներ, հարբեցողներ, այստեղ կտեսնենք, որ Պողոս Արաքյալը այս նամակը որ գրում էր Քրիստոսից առաջ դեռ 600 տարի առաջ կրետացի մի բանաստեղծ նույն բանը խոսել էր իրենց մասին Պողոս Արաքյալը, որ սա ճիշտ է, ոչ թե ես եմ ասում։ Դեռ ինձանից 600 տարի առաջ ասված էր, թե կրետացիները մշտամնա ստախոսներ են, չար գործեր գործողներ են եւ հատկապես պորտաբույծներ են, աշխատել չեն սիրում եւ միայն իրենց փորի մասին են մտածում, ոչ թե իրենց փրկության կամ աշխատանքի մասին։ Այդ նյութերի մասին այսօր պիտի խոսենք, դե ուրեմն այսօր 12-րդ համարը։ Նրանցից մեկը իրենց իսկ մարգարեն ասաց. կրետացիները մշտապես ստախոսներ են, չար գազաններ եւ դատարկաբաններ։ Ուրեմն Պողոս Արաքյալը այս խոսքը մեջ բերված է, արդեն ասացի, Քրիստոսից առաջ 600 թվականին ապրած մի բանաստեղծ փիլիսոփայից Էպիմենդես էր անունը, որ բանաստեղծ էր, իմաստասեր փիլիսոփա էր։ Գիտեք, ինչու է նրան մարգարե կոչում, հույների մոտ այսպես էր, հատկապես Արիստոտելն է ասում, որ բոլոր բանաստեղծները Աստծո որդիներ են։ Դրա համար բոլոր բանաստեղծներին, փիլիսոփաներին հույները որպես մարգարեներ էին ընդունում, Աստծոց եկած։ Դրա համար այս բանաստեղծին իրենց մարգարե է կոչում եւ Պողոս Արաքյալը դրա համար ասում է, նրանցից մարգարեն այսպես է ասում, որ նրանք մշտապես ստախոսներ են, չար գազաններ են եւ դատարկաբաններ են։ Ուրեմն ինչի համար է այս ամենը Պողոս Արաքյալը ցույց տալիս, ոչ թե որ մեղադրի որևէ ազգի կամ մենք հիմա չենք ասում, չէ, ամբողջ հայ ազգը այսպեսին է։ Մեր մեջ շատ վատ մարդիկ կան, շատ լավ մարդիկ են, բայց ոչ թե սա ազգի նկարագիրն է, այլ բարոյական նկարագիրն, թե այդ պահին այդ մարդկանց մեջ ինչ է կատարվում, ինչ է տեղի ունենում։ Եվ այդ ժամանակահատվածում, որտեղ որ այդ բանաստեղծն ասել է, որ այս մարդիկ ստախոսներ են, չար գազաններ ու դատարկաբաններ են, դատարկապորտներ կամ պորտաբույծներ են, դրանից մեջ նաև կա հայոյողներ են, ստախոսներ են, հարբեցներ, այսինքն մեղքը մտած է մարդկային բարոյական նկարագրի մեջ։ Բայց այստեղ շատ հետաքրքիր մի բան պիտի հասկանալ։ Պողոս Արաքյալը այս ամենը չի ասում, որ այսպիսի խնդիրներ կան Տիտոս, դու հանկարծ չգնաս, թող ու արի այդտեղից, այլ հակառակը, այս խնդիրները կան, իմանալով հանդերձ դու պիտի գնաս այդ մարդկանց մեջ քարոզելու, ճշմարտությունը բերելու, հետո ասում են նրանց առողջ հավատքի պիտի բերես։ Ուրեմն ցանկացած միջավայրում, ցանկացած ազգի ժողովրդի մեջ կան խնդիրներ, որ հիվանդության պես են, բայց սա ոչ թե մենք պիտի թողնենք ու փախնենք, այլ անպայման պիտի ամեն ինչ անենք, որպեսզի բուժենք։ Դրա համար Պողոս Արաքյալն ասում է, նրանցից մեկը մարգարե կոչված եւ այսպես է ասում։ Հիմա ինչ է նշանակում մշտապես ստախոսները։ Սուտը լավ բան չի, չէ՞, ընդհանրապես սուտը եւ տեսեք ասում են մշտապես ստախոսներ են։ Ուրեմն կրետացիները հույների համար միշտ ստախոս են եւ հույների մեջ այսպես մի բառ կար կրետանալ, այսինքն որ մեկը դու ստաս, ոնց որ կրետ, ոնց որ մենք ասում ենք փարիսեցի ես, երբ որ մեկի մեջ կեղծաբուրություն ենք, ասում ենք փարիսեցի ես, նույնիսկ կրետանալ, այսինքն հո դու ստախոս չես, մշտապես սուտ խոսող չես, ուրեմն տեսեք ինչքան վատ բան է, չէ՞ որ ասում են
Եթե հանկարծ մեկին ասեն diligence, ասեն, հա, սրանք անբան մարդիկ են, ծույլ մարդիկ են, այսինքն մեր անունը այդպես է դուրս գալիս, ուրեմն կրետացներ այնուհետև այսպես էր տարի, որտեղ սրանք միշտ սիրում են խաբել։ Միշտ սիրում են խաբել, սուտ են խոսում եւ ստախոսությամբ ապրում են։ Հիմա Պողոս Արաքյալն պիտի գնաս եւ այս մարդկանց մեջ այս սուտը պիտի հանես։ Սուտ խոսելը ամենավտանգավոր բանն է այս աշխարհի մեջ, որովհետեւ երբ որ դու մեկ հատ սուտ ես խոսում, հետո ստիպված ես մի քանի սուտ խոսել, այս մեկ սուտը ծածկելու, թաքցնելու կամ արդարացնելու համար։ Իսկ սուտ խոսողը ինքը երբեք չի կարող նաև Աստծո գործը անել, Աստծո խոսքը խոսել։ Ինչպես որ լեզվի մասին խոսում է Հակոբ Հոսարակյանն, ասում է չի կարող մի ակունքից համ քաղցր, համ աղի ջուր, դառը ջուր դուրս գալ։ Մաքուր պիտի լինի, չի կարող նույն բերանից օրհնության եւ անեծքի խոսքը լինի։ Եթե մեկը սուտ խոսելու վարժված է, նրա աղոթները երբեք լսելի չեն։ Եթե մեկը սուտ խոսել գիտի, նրա համար ինքը Աստծո համար ընդունելի չէ, մերժել է Աստծո համար ստախոս բերանը։ Դրա համար այս ստախոսությունը նաև այսօր ամենաշատ տարածվածն է աշխարհի մեջ։ Անցել է 21-րդ դարն ենք արդեն 2000 տարի անցել, բայց մարդիկ ավելի շատ են սկսել սուտ խոսել, սուտը տարածել, սուտը ճշմարտանման ներկայացնել եւ ստի հայրը ով է Սատանա, չէ՞, ուրեմն Սատանան է ստի հայրը, այսինքն մեկը ստախոս է, ուրեմն ինքը հրաժարվում է Աստծուց եւ իրեն հայրը դարձնում Սատանային։ Դրա համար ասում է սրանք մշտապես ստախոսներ, ուրեմն չի ասում է որոշակի ժամանակ, այլ մշտապես տևական սրանք ստի մեջ են թաքնված։ Երկրորդ ասում է սրանք չար գազաններ են։ Գազանը ինչ անում, սիրելիներս։ Գազան ինք իր էությամբ անզուսպ է, չէ՞։ Միանգամից հարձակվում է, օրինակ մենք տեսել ենք կենթանի աշխարհի մեջ, ասենք վագրը կամ արուց այսպես թաքնված է ծառիտա կամ քարի, եւ իր զոհին տեսնում է, միանգամից հարձակվում է։ Ուրեմն այս կրետացիներն էլ գազանների պես անզուսպ հարձակվում են մարդկանց վրա, չարախոսում էին, հայոյում էին, վնասում էին, ամեն տեսակ սուտ բաներ էին խոսում։ Ուրեմն տեսեք ստախոսությունը մարդուն նաև կարող է բերել հասնել գազանական կերպարին։ Ցավոք սրտի այսօր մարդը շատ անհամբեր է դարել, շատ անհամբեր եւ մենք էլ երբեմն գազանի պես հարձակվում ենք։ Նույնիսկ մեր երեխայի վրա կարող ենք այդպես հարձակվել։ Մեր խոսքը չարեցի, մի բանը չեղա, մենք միանգամից հարձակվում ենք մեր ճշմարտություն ապացուցելու համար։ Ուրեմն դու պետք է զսպես ինքդ քեզ, կարողանալ զսպել։ Տեսեք, ինչպիսի մի միջավայր է գնում Տիտոսը, որ ստախոսներ են, գազաններ են, դատարկաբան, այսինքն չեն սիրում աշխատել, այս միջավայրի մեջ պիտի գնա քրիստոնյա լինելու համար, քրիստոնեություն տարածելու համար։ Ուրեմն այս գազանական կեցվածքը նաև ինչից է գալիս մարդու մոտ, երբ որ մարդը երկյուղ չունի։ Երբ որ մարդը ինք իրեն զսպել չի կարողանում, ուրեմն հռոմեական շատ գեղեցիկ մի առած կա, ասում է լավ այն մարդը, ով իր կրքերն է զսպում, քան այն մարդը, ով մի ամբողջ քաղաք է ղեկավարում։ Պատկերացնես, երբ որ մեկը իրեն չի կարողանում զսպել, ինքը չի կարող լավ լինել, ինքը ցանկացած պահի կարող է քանդել։ Օրինակի համար, երբ որ ուսուցիչը համբերատար չլինի աշակերտի հանդեպ, ինքը չի կարող դաստիարակել։ Եթե ծնողը համբերությամբ իր զավակին չկրթի, չդաստիարակի, ինչի չի կարող որևէ բան փոխել այդ մարդու մեջ։ Եվ երրորդը ասում է դատարկապորտներ են կամ պորտաբույծներ։ Պորտաբույծ բառը գիտեք, մաքուր հայերեն բառ է, պորտն է, բուծնել, բուծել, այսինքն մեծացնել։ Այսինքն որ մեկ ասում են պորտաբույծ, ում իր փորը մեծացնելու մասն է միայն մտածում։ Ուրեմն այս մարդիկ չեն սիրում աշխատել։ Ես ասեմ, որ հույները մինչև հիմա այսպես են։ Ընդհանրապես հույները աշխատել չեն սիրում։ Իրենք էլ մերպես ամեն օր մի քանի միլիոն գեներալ արթնանում այդ երկրում, իրենք մտածում են բոլորը պիտի աշխատեն, իրենք ապրեն։ Այդպես են իրենք էլ։ Հույներն էլ են այդպես։ Եվ դա նաև երբեմն ինչից է գալիս, երբ որ որևէ տեղում, որևէ միջավայրում բնությունը շատ հարուստ է, ամեն բան կա, մարդը չի սիրում աշխատել։ Օրինակ տեսեք, այն աշխատանքին, որ անում են Արարատյան դաշտում, Էջմիածնում, Արմավիրում, Արտաշատում մեր ժողովուրդը, այստեղի ժողովուրդը երբեք չի դիմանա այդ աշխատանքին։ Մենք այնտեղ ամեն օր, ես ինքս այնտեղից եմ, ամեն օր մենք հողի հետ կռիվ ենք անում, բանջար անջացնենք, վարունք, լորիկ աճացնենք, պաշտպանենք, ծածկենք, ջերմոցները փակենք, ջերուցում անենք, մենք այստեղ բնություն ամեն բան տված է մեզ, մենք անհոգ ապրում ենք այստեղ։ Հետո էլ բողոքում ենք, թե ինչու է այդ ամենը թանկ։ Չէ՞ որ այդ մարդը այդքան աշխատում է, քրտինք է թաղում։ Ուրեմն արդեն ինչպես ասացի, Պողոս Արաքյալը այս նպատակը ոչ թե վախեցնել Տիտոսին, այլ ցույց տալ, թե ինչ խնդիրներ կա, որտեղ որ դու գնում ես ծառայության, եւ սա բարոյական նկարագին էր այդ ժամանակվա կրեթե քաղաքի եւ ոչ թե դատապարտում է այդ ազգին, այլ ցույց է տալիս ինչ պիտի լինի։ Հիմա երբ որ ես էլ եկա առաջին անգամ Դիլիջան, ինձ էլ էր պես ժամանակ է պետք հասկանայի
ինչ են մտածում, ինչպես են ապրում, ինչ նպատակներ կա այս քաղաքի մեջ, որ մարդկանց լեզուն, նույնիսկ լեզուն պիտի սովորես, իրենց նիստուկացը պիտի սովորես, նույնանաս իրենց հետ, որ կարող ես այդ մարդկանց փոխել։ Ուրեմն Տիտոս Առաքյալը այս նպատակին է ուղղված։ Ուրեմն սա յուրաքանչյուրիս է վերաբերում, սիրելիներ, որ որևէ տեղ մենք գնում ենք, նույնիսկ երբ որ նորապսակներին պիտի ամուսնացնեմ, աղջկան ասում եմ, գիտես, դու քո տանը ուրիշ նիստուկացություն ես։ Հիմա պիտի գնաս ուրիշ տուն։ Այնտեղ լրիվ ուրիշ նիստուկաց է պետք։ Երբ որ մի բան քեզ ասեն, այսպես չէ, այնպես չի, միանգամից չհուսահատվես, չվիրավորվես, որ ինձ էսպես ձեր տան օրենքները այսպես են, այս տան օրենքներն այսպես են։ Դու պիտի կամած վարժվես, հետո կարող ես կփոխեք իրար հետ որևէ բան, բայց առանց կռվելու համբերությամբ պիտի կարողանաք այդ ամենը բերել այնպես անել, որպեսզի այդ տան մեջ պառակտում չլինի։ Հիմա 13-րդ համարի մեջ արդեն շարունակում է ասելով Պողոս Առաքյալը, եւ ստույգա այս վկայությունը, ուստի նրանց խստագույնս կշտամբիր, որպեսզի առողջ լինեն հավատի մեջ։ Ուրեմն Պողոս Առաքյալը հաստատում է, որ այն ինչ որ 600 տարի առաջ այս բանաստեղծ մարգարեն գրել է, ամեն ինչ ճիշտ է, այսինքն կեղծիք չկա։ Այս մարդիկ այսպես են, բայց դու ասում ես խստագույնս կշտամբիր, որպեսզի ինչ անեն, հավատքի մեջ առողջ լինեն, այսինքն առողջ հավատք ունենան այս մարդիկ։ Ուրեմն իրավիճակը իրական է, այսինքն մտածածին բաներ չէ։ Հիմա շատ հաճախ կարող են չասել, այսինչ գյուղում այսպես է, այսինչ քաղաքում այնպես է, բայց դա իրականությունը չհամապատասխանում։ Հիմա Պողոս Առաքյալն ասում է, ինչ որ ես գրեցի, ստուգված է, իրավական դաշտում էլ այդպես է, եւ պետք է դու գնաս այս ամենը չափազանցված չէ, այս ամեն իրականությունը դու պիտի գնաս ամեն ինչ անես փոխել։ Սակայն խնդիրները պետք է այստեղ ամենակարևորը չանտեսել եւ այդ խնդիրներին լուծում տալ։ Շատ հաճախ մենք միշտ խուսափում ենք։ Օրինակի համար, երբ որ ճեմարանում, մենք երբ որ ընդունում ենք ճեմարան, հոգեվոր ճեմարան սովորելու, ով որ վերջի տեղը բռնում, իրեն ճեմանից հեռացնում են։ Եթե իր գնահատականներ միջինը, վերջինը ամենացածրն է, որոշակի հեռացնում են։ Բայց որևէ հաստատության նպատակ այդ մարդուց ազատվել չէ, այսինքն այդ մարդուն փոխելն է։ Դպրոցը, երբ որ ասում ես երեխան վատ երեխա է, սրան պիտի հեռացնենք, ուրեմն ինքը ձախողել իր առաքելության մեջ։ Դպրոցի նպատակ այդ մարդուն փոխելն է։ Որևէ մեկը, երբ որ ինքը սխալ կյանք ունի, այդ մարդուց հրաժարվելը չէ մեր նպատակը։ Հիմա տեսեք, եթե Աստծո նպատակը հրաժարվել լինել, Քրիստոս կիչներ երկնքից։ Բնականաբար, չտեսեք, ասում է, այնքան սիրեց աշխարհը, որ միածին որդուն տվեց աշխարհի փրկության համար։ Այսինքն այնքան սեր է Աստված, այնքան սեր ունի, որ ինչքան էլ որ մենք անբան ենք, անպիտան ենք որևէ բանի համար, ինքը համբերատար սպասում է մեզ փոխելու համար։ Դրա համար այստեղ էլ ասում է, իրավիճակը նույնն է, չափազանցված չէ, բայց պետք է այս ամենը տեսնել, նկատել, չանտեսել եւ փորձել այդ մարդկանց փոխել, որպեսզի առողջ հավատք ունենան։ Հիմա առաջի բանը ասում է խստագույնս կշտամբիր, այսինքն շատ խիստ խոսիր։ Բառը նույնիսկ երբեմն կշտամբել բառը ավելի կոպիտ է, չէ՞, հանդիմանել բառը ավելի գեղեցիկ է երբեմն։ Ինչու է այսպես ասում, որովհետեւ մեղքը հենց սկզբից պիտի արմատներից կտրես։ Թողեցիր մեղքը մուտ գործեց եկեղեցի քրիստոնեական կյանքի մեջ, այլևս չես կարող դիմացնել։ Դրա համար երբեմն պետք է շատ խիստ, ուղղակի կտրել, կտրուկ ասել ու վերջացնել։ Դա բայց ոչ թե պիտի անես կոպիտ անես, ոտնահարելով արհամներ, այլ ամենակարևորը հոգատարությամբ ու սիրով։ Հիմա երբ որ Հիսուս մտավ տաճար, ինչ արեց, խարազանը վերցրեց, չէ, հարվածեց, սեղանները շուռ տվեց, լումայա փոխներին, աղավնավաճերին, գառներ վաճառին, բոլորին մաքրեց եկե։ Հիմա սա խստություն էր, բայց ինչու արեց, որտեղ ասում է գրված է իմ տունը աղոթքի տուն պիտի լինի։ Այսինքն այս տունը վերածել եք ավազակի որջը, երբեմն պետք է սա, բայց ոչ թե չարությամբ պիտի անես, ոչ թե մարդուն նվաստացնելով պիտի անես, այլ հոգատարությամբ։ Ինչու է սա նաև այստեղ ցույց տալիս է օրինակը, որ մեր երեխան ինչքան էլ որ անպիտան լինի, մենք մեկ է մեր ամբողջ կյանքում փորձում ենք այդ երեխային շտկել, չէ՞։ Օրինակ Սուրբ Օգոստինոսը, որ իր մասին շատ պատմել եմ ձեզ, նրա մայրը Մոնիկան 28 տարի աղոթեց, որ իր տղան դարձ ունենա, որ իր տղան իր անառակ կյանքը թողնի, Քրիստոս ճանաչի։ 28 տարի անդադար, պատկերացնում եք, դու 28 տարի քո զավակի 28 տարեկան քո տղայի համար ամեն օր աղոթես, բայց ինքը շարունակում է նույն կենցաղով ապրել։ Ուրեմն պետք է այստեղ արդեն ասացի, մի անգամից կտրել, որպեսզի եկեղեցու կյանքը չխաթարվի։ Ուրեմն այս խոսքը չի նշանակում ոչ կոպտություն, ոչ զայրույթ, ինքը պարզապես հոգատարություն է։ Հոգատարությամբ խիստ, երբեմն պիտի զրկես քո զավակին ինչ-որ բանից։ Օրինակ, երբ որ մի բան կա, որ դու խնդրում ես, չի անում, իրեն զրկում ես, դու իրեն նաև պիտի ցույց տար, որ ցավը նաև դու ես ապրում, ոչ թե քեզ հաճույք է իրեն զրկել կամ պատժելը։ Այդ ցավով
դու ես ցավ։ Երբ որ ես իմ երեխաներով խոսում եմ կամ բարկանում եմ, ես իրենց ասում եմ, գիտեք իմ համար ինչքան ցավ է սա։ Դուք չմտածեք, որ ես հեշտությամբ խոսեցի ձեզ կամ կոպիտ խոսեցի ձեզ հետ։ Դա ցավ է ինձ համար, որ դուք այդ խոսքը լսում եք, չեք հասկանում։ Ես այնց որ բան եմ բացի ուտի աղջկան ասում է, բայց դու ասում ես, պապ, 45 տարեկան, ես 15 տարեկան, ասում եմ, մենք տարբեր ենք, ասում եմ, հա, ես այդ ժամանակն անցել եմ, դրա համար քեզ զգուշ ասում, որ այդ սխալները ինչ որ ես կրկնել եմ ժամանակին, դու չանցնես դրա մեջով։ Ես հասկանում եմ, որ 15 տարեկան երեխայի պատկերացումներն այլ են, ձգտումներն այսօր այլ են, մարդը այսօր լրիվ ուրիշ ձև է մտածում, մենք այլ ձև ենք մտածում, մենք այլ հոգեվիճակում ենք ապրել, այլ մշակույթ ենք ապրել, նոր բան է եկել մեր կյանքի մեջ, բայց մենք նույնպես համբերատար խոսում ենք ամեն օր իրենց հետ, որ ենք չկրկնեն, սխալների մեջ չհայտնվեն, որի մեջ երբեմն մենք հայտնվել ենք, եւ իրենց օգնենք, որպեսզի կարողան հաղթանակած դուրս գալ։ Ուրեմն ինչ է առաջինը սա նշանակում, այսինքն խստագույնս կշտամբի։ Առաջինը, որպեսզի հստակ խոսել ճշմարտության մասին։ Շատ հաճախ մենք երբեմն ճշմարտությունից լղոզված ենք մարդկանց ներկայացնում, որովհետև միշտ վախենում ենք, որ իրենք մեզանից կնեղանան, էլ եկեղեցի չեն գա, մեզ չեն բարևի, մեր բարեկամությունը կորցնենք, բայց պետք է հստակ խոսել ճշմարտության մասին։ Պետք չի կեղծիկով կամ հեռավոր ինչ-որ բան հասկացնես։ Եթե ասելիք ունես, լավ է ուղիղ ասես։ Դրա համար Հիսուսը դեմ հանդիման խոս, այսինքն նայիր աչքերի մեջ խոսիր։ Ոչ թե հետևից խոսիր կամ մեկ ուրիշին ասա թող գնա այդ ճշմարտությունն իրեն հայտնի, այլ դու ինքդ գնացես, գիտես այնցոր այսպեսի բան կար, արի խոսենք ճշմարտությունը, որպեսզի երևա, որպեսզի դու ինձանից չնեղանաս, ես քեզանից չնեղանամ, հետո ուրիշներն մեր խոսքերը տարբեր տեսակ չփոխեն, ու մենք ընկնենք ավելի մեծ անհասկացողության մեջ եւ վերջում ճշմարտության փոխարեն սուտը հաղթի եւ մենք դառնանք թշնամիներ։ Ուրեմն սա շատ կարևոր է, դու գնաս խոսես այդ մարդու հետ, թեկուզ թող չլսի, բայց դու ասա իրեն ճշմարտությունը եւ ոչ թե մեկ ուրիշի միջոցով ավելի շատ պատճառ դառնաս բամբասանքի։ Հիմա ասում եք գնա ասա, որ սուտ եք խոսում, գազանի պես եք, դատարկաբաններ եք, դատարկապորտներ եք, բայց սա է ճշմարտությունը, մինչեւ չաշխատես, օրհնություն չես ունենալու, մինչեւ սուտը չթողնես, դու չես կարող քո կյանքի մեջ խաղաղություն ունենալ, մինչեւ այս գազանական կեցվածը չփոխես, մարդիկ քեզ չեն սիրելու։ Ուրեմն սա է առաջին պայմանը, որպեսզի խոսես ճշմարտությունը։ Երկրորդը չպետք է հաշտվել կեղծ ուսմունքների հետ։ Օրինակ համար այստեղ հոգևոր իմաստն է արդեն, տեսեք, քիչ հետո կանրադառնանք ինչի մասին այդ կեղծ ուսմունքները։ Ես շատ հաճախ եմ մարդկանց հանդիպում, ասում եմ, այս կրոնական այս կազմակերպությանը մի հետևած, բայց ասում են, բայց Տեր, գիտեք, իրենք այնքան լավ են խոսում, բարի բաներ են խոսում։ Այո, շատ բարի բաներ կարող են խոսել, բայց շեղված ճշմարիտ վարդապետությունը պատճառ է դառնում, որ դու կորցնես հավիտենական կյանքը։ Սատանան էլ երբեմն այնքան լավ բաներ է ասում։ Հիսուսին չեկավ, ասեց, քաղցած ես, ասա թող քարերը հաց դառնան, կեր։ Շատ մեծ հոգատարություն էր ցույցը, որ Հիսուս ջան, ես քո մասին եմ մտածում։ Ասա թող քարերը հաց դառնան, կեր, մեղք է, սոված ես, 40 օր ոչինչ չես կերել։ Նույնպես էլ դու կարող ես Աստծո խոսքը այնքան գեղեցիկ, թաքնված կեղծավորությամբ ներկայացնեն քեզ, որ դու հավատաս։ Դրա համար դու ականջ չպետք է դնես, երբ որ դու քոնը չգիտես, քոնը չես հասցրել սերտ ես իմանալ, պետք չունես ուրիշին լսելու։ Պետք չունես։ Հիմա երբ որ ես գիրք եմ կարդում, որևէ գրականություն կարդում եմ հոգևոր, ես գիտեմ, այսինքն այս մեջ բերումը որ հայրից է բերված։ Այսինքն սա Հովան Ոսկեբերյանի միտքն է, սա Օգոստինոսի խոսքն է։ Ես գիտեմ արդեն, որտեվ ես կարդացել եմ, գիտեմ է դրան։ Գիտեմ այս սուր գրքից այս մեջ բերումը որտեղ է, որտեղ պիտի կարդաս այդ հատվածը, եթե անգիր էջներ չգիտեմ, ես գիտեմ որ աջ էջի վրա է գրված, ձախի վրա գրված չէ։ Բայց դու քո ճշմարտությունը պիտի իմանաս, որպեսզի չընկնես թակարդի մեջ։ Եվ հատկապես այսօր, ով որ դուրս է գալիս, մի հատ ձայնագրություն եմ, գցում է համացանցի մեջ, ինչպես կարելի է այսպես անել։ Ասենք մարդկանց մոլորեսում եմ։ Մինչև այսօր 16 տարի է դիլիջանում եմ, ասում եմ, որ ննջեց զատիկը մահացած մարդկանց համար չի, ձուն պիտի ներկես։ Բայց ամեն օր մարդիկ զանգում են, ասում են, մենք ննջեցան ենք, ձուն ներկենք, թե չներկենք, որտեվ հարևանն ասել է չպիտի ներկես։ Զատիկը ինչ կապ ունի ննջեցյալ հետ, հին կամ նոր, զատիկը Քրիստոսի հարությունն է, ձուն պիտի ներկես, ամեն ինչն էլ պիտի անես, պիտի ուրախանաս, իրենց զատիկներ, իրենք էլ է Քրիստոսի արյունով փրկված։ Ինչու ես դու լսում են մեկին, բայց մինչև մեր հարևանները սենց ասեցին։ Ասում, բա ինչու ես ինձ հարցնում, եթե դու հարևանի ասածը պիտի անես։ Ուրեմն քեզ ոչ թե ճշմարտությունն է հետարկում, այլ քեզ դու տեսնես ինչ որ անում ես, ես կարդարացնեմ, թե չեմ արտարացնի։ Ուրեմն սա շատ կարևոր է իմանալ, սիրելիներ, որպեսզի մենք մոլորության մեջ չընկնենք։ Եվ երրորդը առաջնորդնել մարդկանց դեպի փրկություն։ Ուրեմն այս կշտամբելու նպատակը մարդկանց փրկելն է։ Ով որ խրատ չի սիրում,
նա միշտ կործանման ճանապարհն է բռնում։ Մենք տեսեք մարմնավաճառին ենք ասում, չէ, անառակ, բայց անառակ բառը նշանակում է առանց խրատի, առանց առակի կրթված մարդ, ով որ կրթություն չի ստացել, դաստիարակություն հոգևոր չի ստացել, ինքը հայտնվել է անառակ որդու կարգավիճակում։ Երբ որ այս որդին ինքը իր հոր տան մեջ էր, հոր խրատը չլսեց, ուզեց ինքնուրույն ապրել, հեռացավ ճշմարտությունից, կորցրեց իր փրկությունը, գնաց դարձավ խոզ արածեցնող։ Բայց երբ որ լսեց, ինքն իրեն իր մեջ խոսեց, ասեց, որ հորս տան մեջ ավելի լավ սենյակ կա, տաք անկողին կա, տաք ճաշ կա, գնամ հորս ասեմ, ինքը ոչ միայն մտածեց, այլև քայլ կատարեց, գնաց։ Եվ հայրը ընդունեց նրան, ասաց իմ այս որդին կորած էր, գտնվեց, մեռած էր, կենդանացավ։ Ուրեմն նպատակը նաև այս կշտամբելու ոչ թե որ ասենք, տես ես գիտեի, քեզ հանդիմանեցի, քեզ ինչ որ պետք էր երեսիդ ասացի, չէ, այդ երեսին ասածը պետք է նպաստի այդ մարդու դարձի եւ փրկության համար։ Մենք ուղղակի խոսքեր օդի մեջ չպիտի ասենք, որ ցույց տանք մենք գիտեինք, քեզանից էլ ուժեղ էինք, ասեցինք, չէ։ Դու պիտի այդ մարդու համար ամեն ինչ անես, որ այդ մարդուն առաջնորդես դեպի փրկություն։ Եվ այս կշտամբանքը պիտի հոգատարությամբ եւ նպատակը մեկն է, սիրելիներ, որպեսզի այդ մարդուն առողջ կյանքով ապահովես։ Օրինակ շատ մարդիկ կան, որ իրենք չգիտեն, որ իրենց արած գործողությունը մեղք է։ Իրենք չգիտեն, իրենց փոքրուց այդպես սովորեցրան։ Հիմա եթե մեկը իր երեխային փոքր ժամանակ հայոյանք է սովորեցել, ծիծաղացել, ուրախացել են, ինքը չգիտի, որ դա սխալ բան է։ Ինքն էլ մեծանում է, սկսում է նույնը անել կամ իր երեխային է փոխանցում, եթե հավատքի մեջ հասունանում է, այլևս չի անում։ Եթե սովորեցել են խաբել տնեցիները, գողություն անել, կեղծել, այս անել, այն անել, մարդը մնում է դրա մեջ։ Ուրեմն նպատակը այդ մարդկանց փրկելով առողջ կյանք ապահովելն է։ Եվ տեսեք ինչ է ասում Առակաց գրքի մեջ, ասում է քո խրատը մի խնայիր երեխային, որովհետև եթե գավազանով էլ խփես նրան, չի մեռնի, դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես մահից։ Քո խրատը մի խնայիր։ Եթե անգամ խփես էլ քո զավակին, ինքը չի մեռնի, բայց խփելուց հետո դու նրա հոգին կփրկես մահից։ Տեսեք ինչքան կարևոր է, սա Սողոմոն իմաստունի Առակաց գրքից է, այնտեղ 30 պատգամներից մեկն է։ Այսինքն դու այս մարդուն փրկում ես մահվանից։ Մեր նպատակը ֆիզիկական մահից փրկելը չէ, մեր նպատակը հոգևոր բարոյական մահից փրկելն է մարդուն, որովհետև մարդը, որ իր մեջ սպանում է, ֆիզիկական մահը հետո է մոտենում։ Մարդը, որ իր բարոյական կերպարը սպանում է, մերցնում է իր մեջ, բարիքը վերջանում է, ինքը արդեն մահանում է։ Եվ դրա համար պետք է որ մենք կարողանանք ամեն ինչ անել այդ մարդկանց փրկելու համար։ Եվ երկրորդ այստեղ ասում է խստագույնս կշտամբիր, որպեսի առողջ հավատք ունենան, առողջ հավատքի մեջ լինեն։ Ուրեմն Պողոս Արաքյալի նպատակը մարդկանց դատապարտելը չէր այստեղ, ինչպես եթե մենք չհասկանա, այսպես կարող է հասկանալ, այլ նպատակը բուժելն է եւ ամրացնել հավատքի մեջ։ Ինչ ասել է առողջ հավատք ունենալ, սիրելիներ։ Շատ մարդիկ են հավատում, շատ մարդիկ, բայց շատերի հավատքը առողջ չէ։ Որտեւ շատ հաճախ սխալներ տեսնում ես ավելի շատ հավատացյալ մարդկանց մեջ, քան անհավատների մեջ։ Մարդիկ, ովքեր սուրբ գիրքը անգիր գիտեն, իրենք ավելի շատ սխալներ են գործում, քան նրանք, ովքեր երբևէ չեն կարդացել։ Այ ամեն անգամ, երբ որ մենք գնում ենք խոր վիրավ ուխտագնացություն, փոսը մտնելու ժամանակ, ինչ ասես տեսնում ենք, չէ՞։ Էլ իրար ինչ բառ ասես ասում են մարդիկ, իշտ մեն ներկայացնում, վայ սուրբ Գրիգոր ջան, մեռնեմ քո ոտերին։ Բայց մինչև իջնելը վերևում իրար անիծում էին։ Կամ երբ որ պիտի գան ծաղկազարդին, ջրօրհնեքին, երբ որ արդեն պիտի գան հերթը հասնի ջուրը կամ այդ ճյուղը վերցնեն, քրիստոնեությունը վերջացավ։ Դա այլևս առողջ հավատք չէ, դա հիվանդ հավատք է, որովհետև մարդ իր ամբողջ նպատակը կապում է այդ ճյուղի հետ։ Այդ ճյուղը մեզ փրկություն չի բերում, սա ընդհանրապես միջոց է հաղորդակցվելու այդ ամեն ինչին։ Բայց երբ որ դու չարախոսությամբ գալիս ես հասնում ես այստեղ, ինչ ուզում ես, այլևս քեզ օգտակար չի։ Ուրեմն առողջ հավատքը դա է, որ դու կարողանաս հատկապես զիջել։ Երբ որ դու քո ունեցածը 10 դիմացինիդ ուրախություն պատճառ ոչ թե դու ավելին վերցնես, թեկուզ նա ինչքան էլ լինի նեղության մեջ լինի։ Եվ տեսեք ինչ է ասում Հուդա Առաքյալը, ասում է կշտամբեցեք նրանց, որ դատապարտված են։ Այսինքն մեղքի պատճառով դատապարտված են, մեղավոր կյանք ունեն, կշտամբեք դրանց։ Փրկեք նրանց խլելով կրակից։ Ուրեմն որ դու խստագույնս մեկին կշտամբում ես, դու մեղքի կրակների ճիրանից ես այդ մարդուն հանում, իսկ ուրիշներին ողորմացեք երկյուղով դատապարտել նույնիսկ այն,
պատմուճանը, որը աղտոտված է նրանց մարմնից, այսինքն նույնիսկ այն շորը, որ մարմին, այսինքն մեղքի պատճառով հիվանդացած է, դատապարտեք, բայց նպատակը ձեր մեկ պիտի լինի այդ մարդուն մեղքի կարակների ճիրանից հանելու համար։ 14-րդ համարի մեջ արդեն շարունակում է ասելով. եւ չնայեն հրեական առասպելներին եւ ճշմարտությունից շեղված մարդկանց հրահանգներին։ Հիմա ի՞նչն է նպատակ այս առողջ հավատքի, որ նախ հրեական հորինած առասպելներին չհետևեն, մեկ էլ մարդկանց շեղված ճշմարտություն, որ մարդկանց հորինած այդ սխալ ուսմունքներից հեռու մնան։ Ինչ ասել է հրեական առասպելներ, սիրելիներ։ Ուրեմն այստեղ խոսքը հին կտակարանի մասին չէ, Աստծո օրենքների, մարգարեությունների մասին չէ, այլ այն մասին է, թե մարդիկ ինչ են արել։ Գիտեք, հրեաները շատ կարճած են օրենքներից, մինչև այսօր իրենց համար Սուրբ գրքից ավելի կարևոր է Թալմուդը, օրենքների գիրքը, որի մեջ հազարավոր օրենքներ կան գրված, որ ընդհանրապես հոգևորի հետ կապ չունեն, Աստծո հետ կապ։ Իրենք հորինել են։ Ամենապարզ օրինակը ձեզ բերեմ, Աստված ինչ ասել պատվիրանը, շաբաթը սուրբ պահիր, չէ՞, այսինքն կիրակին մեզ համար սուրբ պահիր։ Ինքը չի ասել ինչ անես։ Ուրեմն իրենք վերցրել մի 100-ատ օրենք են այդտեղ գրել։ Ոնց պիտի դու շաբաթը սուրբ պահես։ Ուրեմն առաջին, չես կարող 2 կիլոմետրից ավել քայլել։ Վերջ, ու դու պիտի հաշվես կիլոմետրերը ինչքան է, 2 կիլոմետր կա։ Ճաշ չեփես։ Իրենք 5 շաբթի ճաշը եփում են, հատուկ սակայն դնում են մեջը, որ ուրբաթ օրը ճաշ չեփեն, մինչև շաբաթ ուտեն այդ ճաշը, տաք վիճակում մնում է։ Վերելակի կոճակ չեն սեղմում իրենց մոտ։ Իրենց սենսորային է, գալիս կանգնում ես վերելակի մոտ, մտնում ես, բոլոր հարկերում հերթով կանգնում եմ, դուռը բացվում է, դու իջի, որ հանկարծ կոճակ չսխմես։ Գնում է հարևանի դուռը ծեծում, ասում է գգաս մի հատ մեր տան լույսը վառես, որպեսզի ինքը չվառի, դա աշխատանք չունի։ Սա կրոնական մոլորանդություն է, որ հեչ կապ չունի Աստծո օրը սուրբ պահելու հետ։ Ընդհանրապես որևէ կապ չունի այս ամենը։ Ուրեմն տեսեք, սրանք արդեն ասացի մարդկանց կողմից հորինված կրոնական նաև պատմություններ են։ Ինչ է սա նշանակում։ Ուրեմն հрьяաները ամեն տոնի հետ կապված մեկ պատմություն են հորինել ու մտցրել մարդկանց կյանքի մեջ։ Այսինքն ինչպես պետք է տոնը նշել, մարդկային լիքը կեղծ բաներ, այսօր էլ շատ բաներ կան, որ հորինված է մեր կողմից, մցված է մեր քրիստոնեական կյանքի մեջ, որ ընդհանրապես կապ չունի ճշմարտության հետ։ Օրինակի համար ձեզ պատմել եմ, որ Էջմիածնում ունեք սովորություն կա, եթե գյուղում մահացած մարդ կա, ոչ ոք չի լողանում։ Հա։ Գիշերը աղբ չեն թափում, որ քո տան հաջողությունը չկորի։ Գիշերը ձեռքերը օճառով լվանալ չի կարելի։ Մարդկանց մեջ սրանք կեղծ մցված հեթանոսական, բայց բերված քրիստոնեության մեջ մինչև այսօր։ Ում տունը գնաս Հայաստանի մեջ, ամեն երկրորդ, երրորդ տան մեջ դռան վերևը նալ կա խփած։ Այսինքն ձիու նալը մեզ պիտի փրկի, փուշ կա խփած։ Գնդիկ կա, բարձ կա, ասեղները շարած վրա, կախված։ Սրանք հեչ կապ չունեն մեր հոգևոր կյանքի հետ։ Կամ Դիլիջանում սովորություն, երբ որ երեխայի 40-ը դուրս է գալիս, շապիկը պատռում են, պատոնից նետում են։ Ինչ կապ ունի 40-րդ օրը երեխայի, կամ ուրիշտեղ վերում են դանակ պատարակախ են գցում ջրի մեջ, նոր են լողացնում երեխային։ Հասկացաք, հորինված կեղծ պատմություններ մեր կյանքի մեջ, որ կապ չունի քրիստոնեության հետ, կապ չունի ընդհանրապես։ Ուրեմն երկրորդը, ուրեմն ավելորդ ավանդություններ ստեղծելն էր։ Հիշում եք հрьяաները, երբ որ իրենք պիտի ճաշին ուտեն, մինչև չլվացվեին, հաշ չէին ուտում։ Կամ շաբաթով հիշում եք, որ Հիսուս անցնում էր արտերով, աշակերտները ցորեն քաղեցին, ասին աշակերտները մեղք գործեցին, ցորեն քաղեցին գերան։ Կամ ասենք ամեն հրեա պարտավոր էր ինքը տարվա մեջ մեկ անգամ անպայման Երուսաղեմ ուխտի գնար, եթե չգնար դա մեղք ու ստիպված են մարդիկ այդպես անել։ Մարդը հնարավորություն չուներ տասնյակ կիլոմետր հարյուրավոր գար, որպեսզի գնար, հորինված ավանդույթներ էին։ Կամ այդ ավանդույթների մեջ դու ինչքան սխալ բաներ կա, դու մտցնում ես մեր քրիստոնեական կյանքի մեջ եւ ընդհանրապես մարդկային կյանքի մեջ, եւ մարդը հեռանում է ճշմարտությունից, ավետարանական հոգուց հեռանում է։ Եվ երրորդ ինչ են անում հրամանները, ուսմունքներ ունեն, որը որևէ Աստծո խոսքի վրա հիմնված չէր։ Այսինքն իրենք էին հորինել։ Դրա համար Հիսուս երբ որ գալիս է, ինչ ասում էր, հանկարծ փողոցում ձեր աղոթների ցույց մարդկանց չերկարացնեք։ Այսինքն կանգնում են երկար աղոթում են, մինչև այսօր տեսեք լացի պանցես անդադար աղոթում են, սա կապ չուներ դրա հետ։ Ասում էր հանկարծ կեղծ ողջուններ չընդունեք, ձեր մորուքները չերկարացնեք ի ցույց մարդկանց։ Երբ որ պահ կպահեք, ձեր երեսները կլվանակ ձեր երեսները,
կոծվեք, որ մաքուր լինեք, ինչ որ դու գաղտնապես եք անում, Աստված բացահայտ կպետք ամենը կվերադարձնի ձեզ։ Ուրեմն ամեն ինչի մեջ դու նաև Աստծո խոսքի հիմքը պիտի դու չկա, հորինում ես պատմություններ։ Դու նաև սրանով մարդկանց բերում կարճեցնում ես այդ սովորություններին, որ մարդկանց ավելի շատ այդ ձևականությունն է դառնում պատճառ, քան բովանդակությունը։ Սուրբ Գիրքը չկարդացած մարդը փորձում է ապրել քրիստոնեական սովորություններով։ Ես ամեն մկրտվողի ասում եմ, ինչու ես մկրտվում, ասում եմ, դե մենք քրիստոնյանք պիտի մկրտված ես, եթե քրիստոնյա ես, ինչու մինչև հիմա 40, 50, 60 տարեկան ես մկրտված չես։ Դες մը ժամանակ չի եղել։ Ասում եմ, ինչ ասել է ժամանակ չի եղել։ Բայց դու ասում եմ, բա ո՞նց ես քրիստոնյա։ Քրիստոնյան հոմյան անունով չես, որ դու քրիստոնյա ես։ Բայց ասենք սովորությունները սպահում քրիստոնեական, որ չգիտես էլ ինչի համար։ Հեսա զատիկը պիտի գա, բոլորը ձու կներկեն, որ հարցնես այդ ձուն ինչ է ներկու չգիտեն։ Կարմիր պիտի ներկի, այ տեսեք հիմա սովորությունը, բոլորը կանաչ, կարմիր, դեղին, սպիտակ, սև, ինչ գույն է, միայն կարմիր գույն պիտի լինի։ Դա խորհուրդ ունի Քրիստոսի թափված արյունն է խորհրդանշում, որ մարդկությունը փրկվեց Քրիստոսի արյամբ, այլ գույներ պետք չի։ Մարդիկ կբերեն տարբեր տեսակի թխվածներ կթխեն, կնստեն սեղանի շուրջ, բայց չեն հավատա Քրիստոսի հարությանը։ Ամենամեծ ողբերգությունը մեզ համար, ամենաշատ անհավատ քրիստոնյաները կհավաքվեն սեղանին ուտեն, խմեն, օրենքները կմոռանան։ Դրա համար այս օրենքների մասին, այս սկզբունքների ավանդույթների մասին է, որ ճաշկերույթը չէ հարության խորհուրդը, այլ իրականում Քրիստոսին հավատալ եւ Քրիստոսով ապրել։ Եվ երկրորդ ասում է մարդկանց հրահանգներ, որ ճշմարտությունից է, այսինքն մարդկային կանոններ, որքեր դրված են մեր կյանքի մեջ։ Սրանք կարող լինեն կրոնական պարտադրանքներ, սիրելիներ։ Այսօր էլ կան շատ հաճախ, չէ՞, օրինակ տեսեք, մեր քաղաքում ապրում մալականները, մինչև այսօր իրենց այդ կրոնական օրենքներ են դրած մարդկային ապրում են, որ կապ չունի Աստվածաշնչի հետ։ Նույնը կտեսնեք ուրիշ կրոնական խմբակներ, որ միշտ երկար շորեր են հագնում, մազեր չեն ներկում, դա կապ չունի փրկության հետ։ Հիմա կխոսենք դրա մեջ, որ մարդ երբ որ ներսից փթած է, դրսից ինչ ուզում ես արա, դա քեզ փրկություն չի բերում։ Սրանք մարդկային կանոններ են, որ դրված են կանոնների տակ մարդկանց սպանում։ Անցյալ օրը շատ հետ այս դեպքի շատ կարևոր։ Ռուս քահանա է խոսում, արդյոք կարող է քահանան գնալ սրճարան։ Ասում է, առաքելական այսինչ կանոնով, տուլայիկ այսինչ եկեղեցական կանոնով քահանային արգելված է գնալ սրճարան։ Բայց եթե ինքը ճամփորդում եւ սոված է, կարող է մտնել այդ սրճարան։ Հասկացաք։ Այսինքն, երբ որ որևէ տեղում խմիչք է վաճառվում, հոգևորական իրավունք չունի մտնի այդ տեղը։ Բայց եթե ինքը ճանապարհից եկալ է հոգնած ուրիշ տեղ չկա քնելու, կարող է մտնել իր հանապազորը հաց առնել ուտել։ Լավ այդ ներս մտնելով ինքը պղծվեց։ Հрьяաներն ինչ էին անում։ Երբ որ մեկը ննջեցյալին դիպչում էր, ինքը պիղծ էր համարվում, վերջ։ Այո, ննջեցյալին դիպչելը պիղծ էր։ Դրա համար երբ որ Հիսուս գնաց Հայրոսի աղջկան հարություն տվեց, մեռելին դիպավ ցույց տալու համար, որ Աստված նաև ննջեցյալների Աստվածն է եւ չես պղծում, երբ որ դու իրեն դիպչես։ Երբ որ բորոտը այն ժամանակ բորոտները որ հիվանդանում էին, գիտեք, ամենատարածված սարսափելի հիվանդություններ մարդկանց հանում են բնակության վայրից, այլևս իրավունք չունեին շփել, նրանք ապրում են գերեզմաններում։ Դրա համար հոգեհաց, որ սովորությունը կա մեր մեջ, այն ժամանակ տանում են գերեզմաններ բորոտներին էին տալիս, որ նրանք սնվեին, ապրեն։ Մինչև այսօր մեր մեջ կա, չէ՞, երբ որ մարդը մահանում է, հուղարկվում են, մի այսպես մի փաթեթ տոպրակ ուտելիք դնում են գերեզման, ինչ որ մեկը գա վերցնի։ Դա այդ բորոտների համար է։ Երբ որ Հիսուս բորոտին բժշկում էր, ինչ էր անում, ասում էր գնա քեզ ցույց տուր քահանային։ Մինչև քահանան թուղթ չգրեր, որ այս մարդը բժշկված է, նրան թույլ չէին տալու մտնել քաղաք։ Հասկանում եք, այսինքն մինչև այդ թուղթը չլիներ, ինքը մաշկը մաքրվել է, թափել է, սպիտակությունն անցել է, բայց մինչև քահանան թուղթը չտա, ինքը իրավունք չունի մարդկանց հետ շփվելու, ինքը մերժված պիտի համա։ Տեսեք, սենք մարդկային օրենքներ են, կանոններ են, որ դրված են, ինչի համար, այո, կանոններ, օրենքներ պետք են կարգավորելու մեր հասարակությունը, բայց երբ որ մեկը Քրիստոսին հավատում է, դուք երբևէ հետարքվել եք մարդ սպանելու համար, ինչ է հասնում մարդը։ Այդ օրենքը ձեզ հետարքրել է։ Չէ։ Դու չես ուզում մարդ սպանես, ոչ գողության, որ դու չես անում այդ ամեն ինչը, քո մեջ չկա, կարիք էլ չկա այդ օրենքները իմանաս, քեզ պետք է թե Քրիստոս ինչ է ասում քեզ։ Երկրորդը, ուրեմն օրենքներ են, որոնք Աստված չէր տվել, արդեն ասացի սրա մասին, թե ինչեր պիտի անեն։ Հիշում եք նաև, երբ որ Հիսուս շաբաթօրով գոսացած ձեռքը այդ կնոջը ձեռքը բուժեց, ասացին մեղ գործեցիր ու շաբաթօրով մարդ բուժեցիր։
ասում է ձեզանից որ մեկն է որ ձեր անասուն ընկնի փոսը շաբաթօրով չեք գնում հանեք կամ չգիտեք որ շաբաթօրով քահանաները պղծում են որովհետև թլպատության խորհուրդ պիտի կատարեն տաճարում ուրեմն մարդը օրվա համար չէ օրն է մարդու համար սա շատ կարևոր է հասկանալու սիրներ որ այսպիսի էս կեղծ օրենքներով մենք ապրում ենք մինչև այսօր նույնիսկ մեր շորը որ այսօր հագնում ենք ասում տեսնես հարևաններն ինչ կասեն հասայել ենք անում այսօր վախենում ենք հայ քեզ եթե հարմար չի մի հագի եթե հարմար է հագի քո համար ինչ տարբերություն ով ինչ կխոսի մեկը խոսող անպայման մեկը պիտի գտնվի բայց դու այնպես պիտես որ քո հոգևոր կյանքին չհակասի Աստծու պարգևած շնորհին չհակասի ուրեմն ինչ է սա նշանակում որ մինչև մենք մեր հավատքի վարդապետության մեջ ամուր հաստատված չլինենք մենք չիման այսինքն որ մեկը իր օրինակ հայը բարձ օրինակը եթե ինքը իր հավատքից տեղյակ չէ հայ եկեղեցու խորհուրդներից մեր պաշտամունքի ձևից ես շատ եմ տեսնում գնում են Ռուսաստան մեկ ամիս հետո ռուսական սովորությունները վերցրած գալիս են որտեվ իրենցը չգիտեն նույնիսկ չգիտեն ինչի են ձախից աջ խաչակնքում որ պատասխան տա հասկանում եք այսինքն երբ որ չգիտես այս ամենը հաստատված չես այս ճշմարտության վրա որևէ մեկին չպիտի լսես եւ սա հավիտենական կյանքը կորցնելու հարց է սիրելիներ շատ մարդիկ կխոսեն սուրբ գրքից շատ մարդիկ կգան գիրքը կբացեն շատ բան կխոսեն բայց դա չի նույնք ճշմարտությունն են խոսում եթե որևէ մեկի ձեռքը աստվածաշունչ կա նոր կտակարան կա առանձին ինքը գալիս է այս բաներ այսպես պիտի անես սա չի նույնքը ճշմարտությունը գիտի կամ իր քարոզածը ճշմարիտ վարդապետություն է սա կարա շատ པարզ թաքնված մոլորությունն է մեր կյանքի մեջ եւ հոգեվոր պետք է այնպես անես որպեսզի հոգիդ անդառներուն չկորցնես ամեն մեկին պետք չէ ականջ լսել դնել ամեն մեկին պետք չէ լսել ինչ որ մի հատ աստծանուն տվեց տեսեք այսօր Facebook-ում ինչ է տարածված մի հատ տող է եթե հավանեցիր գրի ամեն եթե սիրտ այս խոսքը քո սրտին կպավ գրիր ամեն ու մարդիկ ամեն գրում են ես անցյալ անգամ պատմել եմ չէ մեր Տեր հայրը բաներ հայտարարություններ գրել որ մեքենայս շարժիչը վնասվել է ով վարպետի տեղ գիտի տակահորոքի գրել էր ամեն որտեվ չէին էլ կարդացել ինչ էր գրած որ տեսնեն Տեր հայրն է գրել են ամեն կամ սրտիկ են դնում լայք են դնում առանց կարդալու Ուրեմն սատանան էլ այդպես է մարդուն այնքան է մեր աչքերը մոլորեցրել մեր ականջները այնքան է որ ինչ խոս լսում ենք գրում ենք ամեն առանց հասկանալու խորհուրդը առանց հասկանալու մի օր հայրենական պատերազմին ժամանակ երբ որ պատերազմը վերջանում է մի հայ տղա իր մորը նամակ է գրում ասում է մայրիկ ջան պատերազմը վերջացել է գալիս եմ հետս էլ մի նեմկա եմ բերելու մայրը նեմկա բառը կեպկա է հասկանում գրում է տղա ջան կարող ես մտել հորդ համար բեր հասկանում երբ որ դու բառը ճիշտ չես հասկանում բովանդակությունն ամբողջությամբ խառնվում ասում թե կարող ես մի հատ էլ հորդ համար բեր ուրեմն դրա համար սիրելիներս շատ կարևոր է որպեսզի մենք ոչ միայն մենք այլև մեր ընտանիքի մեր զավակներին սովորեցնենք իրենց մանկուց վարժեցնենք եկեղեցու գնալու ճանապարհը ճշմարտություն իմանալը որպեսզի որևէ մեկը մեզ չկարողանա մոլորեցնել որևէ մեկը մեզ չկարողանա մոլորեցնել մի գիրք կա գրված այսօր կոչվում է մեզ անհայտ Վարդանանց պատերազմը մի հայ հեղինակ գիրք է գրել որ Եղիշն սուտ է խոսել ավարյալի ճակատամարտ չի եղել այդ ամենը սուտ է հորինված է որտեղ այդ ճակատամարտին ճակատամարտի մասին պարսկական աղբյուրներում գրառված չէ տեսեք հայ մարդը եւ եթե դու չհավատաս այդ ամենին քեզ թվում է մենք սուտ պատմություն ունենք մենք քոչվոր ենք եղել մենք այս աշխարհի հետ կապ չունենք եւ մենք ոչնչացան պետք է դատապարտվենք հասկացաք սա ամենակարևոր բանն է մեր կյանքի մեջ որ դու քո ճշմարտություն իմանաս եւ իմանալու հետ մեկտեղ կարողանաս պահել ու պահպանել եւ այն հավատքը որ մենք այսօր ունենք սա հազարավոր 100 հազարավոր նահատակ քրիստոնյաների սուրբերի վարդապետների տքնությանը որ փոխանցվել է մեզ եւ մենք էլ պիտի պահենք այդ նույն առողջ ու անվնաս փոխանցենք մեր հաջորդ սերունդներին 15 համարի մեջ արդեն տեսեք բացահայտում է այս հրեական կեղծ առասպելների եւ մարդկանց կեղծ ուսմունքների մասին ասելով ամեն ինչ մաքուր է խշմտանքով մաքուր եղողների համար բայց պիղծերի եւ անհավատների համար ոչ մի բան մաքուր չէ ինչ է սա նշանակում սիրել գիտեք հրեաների մոտ հատկապես փարիսեցիների մոտ ինչ կար որ այս ուտելիքը
Պետք է ուտես, սա չպիտի ուտես։ Երբ որ մի օր առիթ լինի հայտնվեք Իսրայելում, հատկապես Գալիլեան, որտեղ որ սկսվում է Հորդանան գետի ակունքը, ամենամաքուր զուլալ տեղն է, շատ որ նայում ես հատակը ջրի երևում է, այնտեղ շատ մեծ ձկներ կան։ Շատ մեծ։ Ոչ ոք չի ուտում հрьяաներից, որովհետև թեփուկ չունի։ Եթե ձուկը թեփուկ չունի, ուրեմն չարից է, սատանա։ Այդ ուտելիքը չի կարելի ուտել։ Հիշում եք տայնարը, երբ որ կոկորդիլոս բերեցին Հայաստան, մի վայնասուն, մի աստվածաշնչային քննարկում, բոլորը դարան աստվածաբաններ, կարելի է ուտել, կարելի է չուտել։ Ուրեմն 5 կտակարանի մեջ ինչքան օրենքներ որ կան գրված ուտելիքների կամ ինչերի հետ կապված, սա վերաբերում է միայն հрьяաներին։ Դա մեր հետ կապ չունի։ Ամեն ինչ կարող ես ուտել։ Հիշում եք Պետրոս Արաքյալի տեսիլքը, երբ որ ասում աղոթում է 3-րդ ժամին տեսիլք ունեցավ, մի մեծ սեղան էր դրված, վրան ամեն ինչ կար, ես ասացի Տեր, ես հрья եմ ինչպես կարող եմ ուտել, Տերն ասում է, երբ որ մի բան ես սրբել եմ, դու իրավունք չունես այն հարամ համարելու։ Ուզում ես կեր, ուզում ես մի կեր։ Պողոս Արաքյալն ասում է, թող ուտողը չուտողին չդատի, չուտողն էլ թող ուտողին չդատի։ Ուրեմն ինչ է սա կարևոր մեզ համար։ Տեսեք, ասում է նորից կարդամ առաջին տողը, ասում է ամեն ինչ մաքուր է խշմտանքով, մաքուր եղողների համար, բայց պիղծերի եւ անհավատների ամեն ինչ պիղծ է։ Երբ որ մարդը ներսից ինքը պիղծ է, իր համար ամեն ինչ պիղծ է։ Այստեղ հատկապես հարցը վերաբերում է կերակրին։ Հիմա տեսեք, երկրորդ հատվածը, որ ինչին է, նույնիսկ ամուսնությանը։ Երբ որ սա նյութական է, սիրելիներ, եղավ ժամանակ, որ գնոստիկյան աղանդը առաջացավ, իրենց համար ամեն ինչ նյութական մեղք էր, եւ իրենք հասան այն ծայրահեղության, որ ասացին, որ ամուսնությունն էլ է մեղք։ Չպիտի ամուսնանաս։ Մեղք է դա։ Եվ ուտելը, եւ ամուսնանալը, եւ այսպեսի լիքը բաներ, ուրեմն երբ որ մեկը ներսից պիղծ է, Հիսուսի խոսքը ինչ ասում է, ինչ որ դուք ուտում եք, ինչ որ մտնում է ձեր ներսը, դա չի կարող ձեզ պղծել, այլ ինչ որ դուրս է գալիս ձեր ներսից, դա է ձեզ պղծում, դուք ուտում եք, սա գրում է որովայն եւ դուրս է գալիս, բայց ինչ որ գալիս է, քո սրտից է գալիս, ասում է հայոյություն, անեշ, չարախոսություն, այս բաները ձեր ներսից է գալիս, սա է ձեզ պղծում, ոչ թե ուտելիքը։ Ոչ թե ուտելիքն է մեզ պղծում։ Եվ ցավոք սրտ այսօր մարդիկ այս կեղծավորության մեջ են։ Մինչև այսօր մարդիկ կան, հрьяաները Իսրայելում մինչև այսօր արգելված է խոզ պահել։ Չի կարող Իսրայելում խոզի ոտը գետնին կպնի։ Խոզի միշտ չկա այնտեղ։ Որոշակի սառեցված քանակության բերում են Քրիստ։ Արգելված է դեր։ Մինչև այսօր մուսուլմանների մոտ այդ նույն բանը կա, խոզը պահել։ Կամ նույնը նապաստակ է։ Այսօր որ ասում ես նապաստակ ուտելը մեղք է թե մեղք չէ, մարդ ուզում ես կեր։ Հիմա որ ասեմ մեղ չպիտի ուտես, եթե դու այդքան պահող ես, ինչ ես անում։ Որովհետև տեսեք, սա մոլեռանդություն է։ Եվ սրանք ամեն ինչ պիղծ են համարում, սրանց հետևանքով նաև արդեն ասացես գնոսինները նույնիսկ ամուսնությունը մեղք համարեցին, մարդկանց ստիպում են չամուսնանել։ Այսօր էլ կան քրիստոնյա խմբակներ, որ ասում են չամուսնանաք, դա մեղք է, որ ամուսնանաք կկորցնեք ձեր հավիտենական կյանքը։ Բայց չէ որ Աստված ամուսնություն օրհնել է, ընտանիքը դրել է մարդու մեջ։ Եվ ինչու է սա դրված այստեղ։ Որովհետև սատանա մեծ հաջողությունը ընտանիք քանդելն է։ Ընտանիքը քանդեցիր, հասարակությունն ես քանդել։ Հասարակությունը քանդեցիր, պետությունն է քանդված։ Ուրեմն ընտանիքի քանդումից է սկսում նաև հավատքի քանդումը։ Դրա համար երբ որ տան մեջ մեկը հավատացել է դառնում, անպայման մեկը պետք է հակառակվի վեճ պատերանցի տան մեջ, որ չհավատա։ Եվ գժտությունը բաժանում մարդկանց միջև կամ գալիս են մեկը ճշմարիտ հավատացյալը, մյուսը ընկնում է աղանդի մեջ եւ վեճ է դառնում, բաժանություն է դառնում։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի մարդը հասկանա, որ ինչ ես անում դու։ Երկրորդ կարեւոր բան ինչն էր, փարիսեցիների համար արտաքին կողմներ։ Լվացված, մաքուր, սիրուն sense, բայց ներսից նեխած։ Հիսուսը վայ ձեզ կեղծավորներիդ, որ գերեզմանի պես, ոնց որ գերեզմաններն եք շատ գեղեցիկ զարդարում, բայց մոռանում եք, որ տակը նեխած է, փթած է, ոսկորներ են, կամ սուրճի բաժակի պես դուրսը լվանում մաքրում, մեջը սաղ կեղտ է, որոնց սրանց համար այդ ամեն ինչը այդ կեղծավորության արտաքին կողմը։ Դրա համար եթե մեկը ներսից նեխած է, իր համար ամեն ինչ բան պիղծ է, մաքուր բան չկա այս կյանքի մեջ։ Ուրեմն ամբողջ խնդիր այստեղ Պողոս Արաքյալը ցույց տալ, որ մարդու նպատակը սերը պիտի լինի, ոչ թե այս ուտեմ, այս չուտեմ։ Երբ որ ինձ զանգում են ամեն անգամ ասում են կամ գրում են, պահքին ինչ ուտեմ, ինչ չունեմ, ժողովուրդ ջան, պահք ուտելու մասին չի։ Ինչ ուտես կամ ինչ չուտես, դրա մասին չէ այս ամենը։ Պահքը ընդհանրապես քեզ զուսպ պահելն է, ժուշկալություն սովորելն է,
կարող ես զսպել ուտելիքդ, եթե քեզ զսպես այս ուտելիքը չուտես, քեզ կարող ես նաև զսպել մեղք չգործել։ Եթե դու կարողանում ես դիմանալ այս ուտելիքը չուտել, դու կարող ես դիմանալ կաշառ չտալ, չխաբել, սուտ չխոսել, դու կարող ես դիմանալ։ Ում է պետք որ դու ուտելիք այդպես կանոնավոր պահում ես, բայց բամբասանքը քո շուրթերից չի պակասում։ Ուրիշին դատելը քննա, դատելը քո շուրթերից չի պակասում։ Ում է պետք ու պահած ուտելիքը։ Կամ էլ գրում են, վայ ես 40 օրվա մեջ մի անգամ խախտել եմ, ինչ կլինի ինձ։ Ոչ մի բան էլ չի լինի քեզ։ Լավ ես արել, խախտել ես։ Հասկանում եք։ Իմ սիրած խոսքն է Ավետիք Իսահակյանի, թորնիկ ասում է, պապիկ, երբ է ճիշտ ուտելու ժամանակը։ Ասում է հարուստը երբ ուզում է թող ուտի, աղքատն էլ երբ ճարում է թող այն ժամանակ ուտի։ Ես ուտելիքով մեր կյանքը հարցը չի լուծվում։ Ժողովուրդ ջան, ուտելիքը կապ չունի մեր փրկության հետ։ Ինչ կուտես կամ ինչ չես ուտի։ Երբ որ դու քո երեխան սոված լինի, ամեն արգելված բանն էլ կբերես կսարքես, որ նա ուտի։ Դա մեղք չի, այլ երբ որ քո երեխային չարություն սովորեցնես, դա է մեղք։ Երբ որ քո երեխային ատելություն սովորեցնես, գողություն այլը սովորեցնել, սա է մեղք։ Կամ մարդը գալիս է ասում է, մոտենում է հաղորդում, ասում է, Տեր ջան, լավ չես գնում, մի կտոր հաց ենք, ասում, չէ, հեռացիր գնար, չես կարող հաղորդվել։ Մարդը վատ է զգացել։ Կամ այդ ուտելիքով այդ հաղորդությունը արժևորվում։ Դու կարող ես սոված ծառավ գալ, բայց չար մտքեր ունենալ ամբողջ օրը։ Սատանան հավիտենական ծոմի մեջ էլ չի քնում, բայց չի դադարում չարություն գործել։ Ուրեմն ո՞րն է մեր նպատակը։ Նույնանալ Քրիստոսի հետ։ Այդ մաքուր, որ քո ներսդ մաքուր լինի, արտաքինդ էլ մաքուր կլինի։ Ուրեմն ոչ արտաքին լվացումները, ոչ կորոնական ծեսերը մեզ փրկություն չեն բերելու, ժողովուրդ ջան։ Սա հստակ իմացեք։ Կարևորը հոգու մարդն է։ Պողոս Արաքինչը ոչ թլպատված լինելն է մի բան, ոչ էլ անթլպատ լինել, այսինքն կարևորը նոր մարդ լինել, այսինքն ոչ մկրտված լինելն է մի բան, ոչ էլ անմկրտ լինել, այլ եթե դու նոր մարդ ես դարձել, քեզ չի փրկելու այդ ամեն ինչը։ Իսկ Հռոմեացիների Եբրայց նամակի մեջ տեսեք ինչքան գեղեցիկ օրինակ է բերում, ասում է մոտենանք ճշմարիտ սրտով։ Խոսում ես մեր քահանաները, ասում է ամեն օր զոհ են մատուցում, բայց իրենք անմեղ չեն դառնում։ Ես միշտ պատարակ եմ ատում, բայց ես մեղավոր եմ շարունակում, ես սուրբ չեմ դառնում, եթե սուրբ լինեի, փրկվեի այդ պահին, այլ կարիք չկար պատարակ մատուցելու։ Մենք Քրիստոսի մարմնով ենք մաքրվում։ Դրա համար ասում եմ, ինչ պիտի անենք, ասում եմ, մոտենանք ճշմարիտ սրտով։ Մաքուր սիրտ է Աստված քեզանից պահանջում, որ մոտենաս սուրբ հաղորդությանը։ Երկրորդ ասում է, հավատքի լիությամբ, լիքը հավատքով, թերահավատությամբ։ Մենք ինչ ենք երգում, երբ որ քահանան սկիհը պիտի հաղորդության պահագա հողաթափերը հանում է, մերկանում այդ ամբողջ, ինչ ասում են, նրանք ովքեր թերահավատ են, մկրտված չեն, ապաշխարած չեն, թող դուրս գան եկեղեցուց։ Երբ որ գավիթներով էր կառուցում եկեղեցուն, այդ մարդիկ դուրս էին գալիս գավիթ, այնտեղից են հետևում պատարակին, մնում են բուն եկեղեցու մեջ նրանք, ովքեր սուրբ հաղորդություն ունեն։ Տեսեք, անթերահավատ են, ապաշխարած չեն, մկրտված չեն։ Թող այս մարդիկ դուրս գան, ասում է եկեղեցից։ Ուրեմն լի հավատք պիտի ունենաս։ Երրորդ ասում է սրտներս մաքրած չար խշմտանքից։ Այսինքն չարությունից, քո խիղճը չարությունից ձերբազատած, մաքրված պիտի գաս մտնես եկեղեցի եւ վերջապես մեր մարմինը լվացած մաքուր ջրով։ Այսինքն մաքուր ջուրը ոչ թե ցնցողի տակ կանգնես լվանաս դրա համար, այլ այն սուր ջրով, որ Քրիստոս մաքրեց քեզ։ Այսինքն մկրտության ջրով, որ դու մաքրվեցիր, այդ մաքրությամբ մենք կարողանանք մոտենալ Քրիստոսին։ Սա է կարևորը մեզ համար։ Մաքուր սրտով, խշմտանքով կարողանաս գալ սիրտդ պարզ Քրիստոս տեսնես։ Ոչ թե ասես այսօր կերա, չկերա, երեք գիշերը չհասրեցի, ժամը 12-ին 5 պակաս մի հատ բան վարուն կերա, դա մեղք է, չհաղորդվեմ։ Սա ընդհանրապես կապ չունի դրա հետ։ Մաքուր սիրտ, առանց պիղծ գործերի ձեռքեր, բամբասանք չլսած ականջներ, չարության, անեծքի խոսքեր չասած լեզու, դրանով մոտեցի Քրիստոսին եւ Քրիստոս քեզ կընդունի։ Եվ այսօրվա ներողություն։ Այստեղ ասում է մտքով եւ խշտանքով, ասում է իրենք ապականված են։ Ուրեմն ինչ է սա նշանակում։ Երբ մեկը պիղծ է սրտով, սիրներ, իր սիրտը պիղծ է այստեղ, շատ չարություն կա, ես ասում եմ, շատ կարևոր տեղ է սիրտը։ Գիտեք սիրտը ինչի է նման, հայրերը այն նմանեցնում են ջրհորի։ Ջրհորը տեսել եք, չէ՞։ Մենք ինչ ենք անում։ Դույլը գցում ենք, ջրհորը հանում ենք, չէ՞։ Ուրեմն դույլը մարդու լեզուն է։
Այսինքն ինչ գցեցիր սրտիդ մեջ լեզվով հանեցիր այնտեղից, ուրեմն հետաքից է կախված քո սիրտը ինչ կար այնտեղ, մաքուր խմելու ջուր էր, թե նեխած ջուր էր։ Չէ՞ որ հանում ենք այդ լավը չլում, հետ ենք չէ թափում։ Ուրեմն այդ դույլը քո լեզուն է, իջեցնում ես սրտիդ մեջ, հանում ես ինչ որ կա սրտիդ մեջ։ Եվ եթե մեկը պիղծ սիրտ ունի, նրա գործերն էլ պիղծ են, եւ այսպիսի մարդը ոչ միայն միտքը մաքուր կլինել, եւ խշմտանքը, նրա խշմտանքը հայերեն ասում են այրված կլինի։ Երկու բան կա, չէ՞, մտքով ու խշմտանքով ենք, չէ՞ չափում ամեն ինչ։ Մենք նայում ենք մեր մտքի մեջ, որոշում ենք լավ է կամ վատ է, ուզում ենք, չենք ուզում, եւ խշմտանքը, խիղճը, ասում ենք կամ մի արա կամ արա։ Խիղճը Աստծո ձայնն է, չէ՞, դրված մեր մեջ, որ քեզ հուշում է՝ մի արա։ Գիտես, որ սխալ է, բայց դու ես որոշում։ Դրա համար ասում է, երբ որ այս ամենը կա, դրսից, ներսից դու նույնն ես, մաքուր սիրտ չես կարող ունել եւ անպտուղ պիտի լինի։ Իսկ այրված խշմտանքով մարդը չի կարող լսել Աստծո ձայնը եւ չի կարող զանազանել Աստծո ճշմարտությունը աշխարհի կեղծիքից։ Ուրեմն շատ կարեւոր է, որ մարդը նաեւ մաքուր միտք ունենա, որովհետեւ միտքը ամենաանպատկառն է սիրելիներ։ Ինքը չի ամաչում ոչ մի բանից։ Եթե մենք ֆիզիկապես մարդկանց նայում ենք, ամաչում ենք, մեր միտքը չի ամաչում։ Մենք մարմնով ամաչում ենք, մեր գլուխը կախնում, բայց մեր միտքը շարունակում է դրա մասին մտածել, որովհետև չի ամաչում, որովհետև ոչ ոք չի տեսնում։ Սիրակի իմաստությունը ասում է շնացողը վստահ է, որ իրեն ոչ ոք չի տեսնում, բայց մոռանում է, որ Աստված իրեն տեսնում է։ Շատ կարևոր դու միտքդ հսկես, եթե միտքդ հսկեցիր, դու կարողանաս նաև խիղճդ մաքրության պահել, սիրտդ մաքուր պահել եւ հասնել Աստծո ճանաչողությանը։ Եվ վերջին համար այսօրվա շատ կարևոր համար է, ասում է եւ խոստովանում են, որ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան։ Պիղծ են, անհնազանդ եւ ամեն բարի գործերի համար անպետք։ Տեսեք, ասում են խոստում որ Աստծուն ճանաչում են, բայց իրականում չեն ճանաչում։ Ինչ ասել է Աստծուն ճանաչել։ Ինչ եք հասկանում Աստծուն ճանաչել։ Ոնց եք դուք Աստծուն ճանաչում։ Ոնց ենք մենք պատկերացնում ենք այդպես ենք ճանաչում, պատկերացնում ենք իրեն սիրում ենք այդպես ենք ճանաչում, շփվել ենք իր հետ այդպես ենք ճանաչում։ Ոնց ենք ճանաչում Աստծուն։ Ուրեմն Աստված ճանաչողություն նշանակում է կատարել Աստծո կամքը։ Երբ որ դու Աստծո կամքը չես կատարում, իրեն չես ճանաչում։ Երբ որ դու Քրիստոսանման կյանք չունես, դու Աստծուն չես ճանաչում։ Այն ովքեր ասում են մենք Աստծուն ճանաչում ենք, Աստծուն տեսել ենք, փառքը շատ Տեր Աստված, սա Աստված ճանաչողություն չէ։ Տեսեք Հիսուսի աղոթքը. Հայր, եթե կարող ես, այս բաժակը ինձանից հեռացրու, բայց թող քո կամքը լինի։ Տեսեք, սա է ճշմարիտ։ Եթե կամենում ես հեռացրու, բայց թող կամ եթե պետք է որ ես մեռնեմ, կմեռնեմ։ Եթե պետք է որ Տեր Շավաշը տառապի, ուրեմն ինքը պիտի տառապի։ Եթե պետք է որ ես հիվանդ լինեմ, ես պիտի հիվանդ լինեմ, որտեվ սա է Տիրոջ կամքը, որտեվ սրա մեջ օրհնություն կա։ Պողոս Արաքյալի խոսքը հիշենք, ասում է մարմնիս մեջ փուշ կար, 3 անգամ ծակում էր փիս, 3 անգամ ասում է աղոթեցի, բայց Տերն ասաց չեմ հանելու, որ դու Արաքյալ ես, այդ շնորհը քեզ բավական է։ Երբ որ մենք սրտ նեղում ենք մեր կյանքից, դժգոհում ենք մեր բոլոր խնդիրները, ինչ որ կան, չկան, այլ արդեն Աստծո կամքը չկա, դա Աստված ճանաչողություն չէ։ Երբ որ մեկը դժգոհում է, որ ինքը լավ ընտանիք ունի, այսինչ տունը հոգնել եմ, այլ դու չես ճանաչում Աստծուն։ Վերջացավ, այդտեղ վերջացավ քո Աստված ճանաչողությունը։ Ուրեմն Աստված ճանաչողությունը սա է մեզ համար սիրներ, եւ իր գործերով մարդը նաև պետք է ցույց տա, որ ապրում է այդպես, եթե չէ, դու սուտ կլինես։ Եվ տեսեք ինչ է ասում Հովհաննես Առաքյալ իր ընթանական առաջին նամակում. եթե նրա պատվիրանները պահենք, սրանով իսկ գիտենք, թե ճանաչեցինք Աստծուն։ Եթե դու նրա պատվիրանները պահում ես, դու արդեն ճանաչում ես Աստծուն։ Ով ասում է, թե ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, սուտ է եւ նրա մեջ ճշմարտություն չկա։ Եթե դու ասում ես սիրում եմ, բայց սեր չունես, սուտ է։ Հիսուսը եթե դուք իրար սիրեք, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Եթե իրար սիրեք, այսօր ամենաշատը աշխարհում իրար ատում են քրիստոնյաները։ Ատում են իրար քրիստոնյաները։ Իրար չեն սիրում, որովհետև ամեն մեկը քրիստոնեության մեջ մցրել է իր սովորությունները, իր ազգային արժեքները, իր այսպես եւ սահմանափակել են Քրիստոսին։ Ամեն մեկը դարձրել է Քրիստոսին իր սեփականությունը։ Բայց Քրիստոս բոլորին 20 տարի առաջ
ռուսական մի վանք գնացի, հոգևորականը կանգնած էր, ասեցի օրնեցեք Տեր հայր, ասեց ես չեմ կարող քեզ օրհնել, դու հերետիկոս ես։ Ասի կարող ենք խոսել։ Մի 2 ժամ զրուցեցինք ու թողեցի գնացի։ Հաջորդ օրը նորից եկա, ասի օրնեցեք Տեր հայր, ասեց Աստված օրհնի քեզ տղաս։ Ասում եմ Տեր հայր, ինչ փոխվեց երեկո այսօր քո մեջ։ Ասենք երեք ես քրիստոնյա էի, դու ինձ ասում ես հերետիկոս եմ։ Ես կարևոր չի ես ով եմ։ Ասում եմ ես քեզանից օրհնություն եմ խնդրում։ Դու իրավունք չունես ինձ զրկել այդ օրհնությունից։ Ով որ ես լինեմ։ Ես քեզանից օրհնություն եմ խնդրում։ Անցյալ օրը մի հնդիկ տղա եկա, ասում է ինձ կօրհնեք, ասում եմ հա ինչ չեմ օրհնի։ Քրիստոնյա չէր, մարդ եթե մոտեցել է քեզ օրհնության կարիք ունի, պիտի օրհնես։ Դրա համար, երբ որ մի օր հարցազրույցի ժամանակ Մայր Թերեզային հարցնում են, ինչը պիտի փոխենք եկեղեցու մեջ։ Այս ծեսերը, աղոթքները, երգերը ինչը պիտի փոխենք, որ մարդիկ ավելի շատ հավատացյալ դառնան, ասում է, մեզ պիտի փոխենք։ Մենք մեզ պիտի փոխենք։ Այսինքն դու ամեն առաքելության մեջ պիտի պարենալ օրհնելու։ Եթե քրիստոնյան չի օրհնում, ինքը ռուս եկեղեցու հոգևորական, ես հայ եկեղեցու, բայց ինքը ինչ չուզեց օրհնել։ Մի բան, որտեվ ինչ որ մեկը գրքի մեջ գրել է, որ հայ եկեղեցին այսպես, դարեր առաջ։ Ինքը այդ սկզբունքով գալիս է, չի ուզում հասկանալ, որ դրսում 21-րդ դարն է։ Դու պիտի կարողանաս Քրիստոսավայել կյանք ունենալ, ոչ թե այդ կանոնը օրենքը, կարևոր բան է այդ կարգերն օրենքները պահել, բայց սա փրկության հետ որևէ կապ չունի սիրելիներ։ Դրա համար ասում են նրանք ասում են ճանաչում ենք, բայց իրականում չեն ճանաչում։ Իսկ Հռոմեացի նամակի մեջ Պողոս առաքյալն ասում է, որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստված չփառավորեցին նրան։ Ճանաչեցին, բայց Աստծուն արժանի փառք չտվեցին, կամ գոհություն չմատուցեցին նրան, այլ իրենց մտածումների մեջ նանրացան եւ նրանց սրտերը անմտությամբ խավարեցին։ Իրենք իրենց իմաստունների տեղ էին դնում, բայց հիմարացան։ Ուրեմն իրենց սրտերի մեջ խավարեցին։ Երբ որ մեկն ասում է Աստծուն ճանաչում եմ, բայց չի ճանաչում, տեսեք ինչ ասում արդեն շարունակության մեջ, եւ նրանք պիղծ են, անհնազանդ եւ ամեն բարի գործերի համար անպիտան։ Նույնիսկ բարի գործ անելու համար անպիտան են դառնում, սիրելիներ։ Տեսեք ինչքան վտանգավոր է, որ քո բարի գործը ընդունելի չէ։ Այ երեք մի տղա ինձ նամակ էր գրել գիշերը, ասում է Տեր, մի հարց ունեմ ձեզ։ Եթե աղջիկ իր ամբողջ կյանքի ընթացքում բարի եղել, ազնվը եղել, Աստծուն հավատացել է, ինչու է հիվանդ երեխա ծնել, իսկ մեկը որ մեղավոր կյանքով է ապրել, ազնիվ երեխա է ծնել։ Ես էլ գրել եմ, իսկ ամուսինը։ Իսկ ինչ ես մտածում, որ մեղք այդ աղջկանն է։ Իսկ ամուսինը գուցե նրա մեղքի հետևանքով է այդ ամեն ինչը։ Գուցե այդ աղջիկը հագնված մեղք է ունեցել, որ դու չգիտես, չես իմանում։ Մենք չգիտենք մարդու ներսում ինչ կա։ Ուրեմն մի օր մի քաղաքի մեջ, սա իրական պատմություն է, մի միանձնուհի կար, որ շատ գեղեցիկ երգում էր, ոնց որ մեր Լուսինե Զաքարյանը ասես։ Եվ ամբողջ քաղաքը հատկապես գրում էր այդ եկեղեցի պատարագը, այդ միանձնուհու շարականը, երգեցողությունը լսեր։ Երբ որ տարիներ հետո այս միանձնուհին մահանում է, հոգին դժոխք է գնում։ Վանահայրը աղոթքի մեջ տեսնում որ իր սանը դժոխքում է։ Ասում է այս աղջիկը շատ առաքինի էր, մաքուր էր, ամբողջ օրը քեզ էր փառաբանում Տեր, ինչու դժոխք գնաց։ Ասում է ինքը երբ որ այդ շարականները երգում էր, ինքը չէր երգում Աստծո փառաբանության համար։ Երգում էր, որպեսզի մարդիկ իրենով հմայվեն, տղամարդիկ երազեն իրեն։ Ուրեմն եթե մենք մեր ցանկացած գործ այսպես ենք անում, որ մեզ գովեն, մենք փառավորվենք, Աստծո փոխարեն մեզ փառավորեն, մենք այդ բարի գործի մեջ էլ անպիտան ենք դառնում եւ մենք դժոխքի բաժին ենք դառնում։ Ուրեմն ինչ որ դու անում ես, ինչի համար որ դու այս աշխարհի մեջ գործում ես, նպատակը մեկն է՝ Տիրոջ փառքը տարածել այս աշխարհի մեջ։ Առաքյալներից որևէ մեկը իր փառքը չփնտրեց։ 12-ից 11-ը նահատակվեցին, մեն Հովանես առաքյալ իր մահով մահացավ, նել աքսորի մեջ։ Ամեն մեկը խաչվեց, մեկը մաշկազերծ եղավ, մեկը կախաղանար, մեկը նիզակով, մեկին գլխատեցին։ Այսինքն ամեն մեկը նահատակվեց մեկ նանի համար, որ իրենք եկել են Քրիստոս քարոզելու համար։
Եթե մենք էլ այս աշխարհի մեջ մեր կյանքով այդ Աստված ճանաչողությունը չունենք, որ մեր նպատակը իր կամքը կատարեն այս աշխարհի մեջ, ոչ թե մեր կամքը, այլ որ Հիսուս ասում է աղոթքի մեջ շատախոս մի եղեք, սա չի ասում որ երկար մի աղոթեք։ Պարզապես անհավատ մարդիկ, Աստծուն չճանաչող մարդիկ, երբ որ երկար աղոթում են մի բանի համար, նպատակը մեկն է՝ Աստծուն համոզել, որ քո կամքը ավելի սխալ է, քան մեր պահանջածը, որ մենք ավելի ճիշտ ենք։ Այդ պահին դու աղոթքի մեջ դառնում ես որպես փաստաբան, որ քո խնդրանքը արդարացնում ես, որ Տեր, գիտես ինչ, եթե մեկը մի քանի տարի աղոթում է, որ ինքը երբ պիտի ամուսնանա, սա լսելի չպիտի լինի։ Մեր նպատակը Աստծուն աղոթելը չէ, մենք ամուսնանանք, փող ունենանք, պաշտ ունենանք, մեր նպատակը մեր հոգին որպես հարս փեսային հանձնենք, որ փեսան ինչ որ պետք է հարսի համար կանի, չէ։ Փեսան անում է, չէ, հարսի համար ամեն ինչ։ Ուրեմն Քրիստոսը մեր փեսան, մեր հոգին էլ հարսն է։ Երբ որ քո հարսին մաքուր, կույս, անարատ, մաքուր տասիրեն, մնացած ամեն բան ինքը կստանա։ Եվ սա է ամբողջ նպատակը մեր կյանքի։ Այսքան այսօր, սիրելիներ, թող Տերը մեզ օրհնի, իր խաղաղության մեջ պահի, այսօր ավակ չորեքշաբթի է եւ վաղվանից սկսում է մեր կյանքի ամենահաճելի, ամենադժվար օրերը, որ Քրիստոսի հետ 3 օր պիտի անցնենք, չարչարվենք, այդ զգանք, ապրենք։ Կուզեմ որ այս ամբողջ շաբաթվա այս խորհրդի մեջ այս զգացողությունը, այս Աստված ճանաչողությունը փնտրենք մեր կյանքի մեջ։ Որն է մեր նպատակը։ Ինչի ենք Քրիստոսին փնտրում։ Ինչ ենք ուզում։ Եթե քո նպատակը հստակ չէ, դու ինչ ես Քրիստոսին փնտրում, դու երբեք չպիտի հագենաս, կհոգնես քո հոգևոր կյանքից, կհոգնես, ամեն բան կձանձրանա քեզ համար։ Երբ որ դու արդեն նպատակը գիտես, որ հավիտենական կյանքն է, հասնել, գտնել, Քրիստոսի հետ ապրել, այս նեղությունն ու չարչարանքները Պողոս առաքյալն ասում է գալիք փառքի հետ համեմատած ոչինչ են։ Ուրեմն այդ փառքի համար ենք մենք գնում, որ մեր հոգին Տիրոջ ներկայության մեջ լինի։ Թող Տերը մեզ օրհնի, խաղաղության մեջ պահի, բոլորիս բարի զատիկ լինի, հրաշափառ հարությանը հասնենք, կհանդիպենք զատիկից հետո։ Աստված պահապան բոլորիս։